Վարորդով մեքենայով մխրճվել էր պատրիարքարանի բաց ձերբակալված է։ Ձերբակալման մասին տեղեկատվությունը առաջին ալիքին հաստատել է ներքին գործերի նախարարությունը։ Հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է իրերի վնասմանը կամ ոչնչացմանը։ Հիշեցնենք, այսօր մեքենան մխրճվել էր Վրաստանի պատրիարքարանի բակի տարբասի մեջ եւ հարվածել արգելապատնեշին։ Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է, որ մեքենայի վարորդը վիրավորական արտահայտություններ է օգտագործել պատրիարքարանի եւ պատրիարքի հասցեին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինչպես ԱՄՆ-ն, մեղմացրել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, որոնք երրորդ երկրներում վերամշակվում են դիզելային վառելիքի եւ ավիացիոն վառելիքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Մեղմացված ռեժիմը ուժի մեջ է մտել այսօրվանից։ Հաղորդագրությունների համաձայն այս որոշումը կապված է Հորմուզի նեղուցի փակման հետ։ Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչի խոսքով սա ժամանակավոր որոշում է։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիան շարունակում է հավատարիմ մնալ խիստ պատժամիջոցների ռեժիմին։ Խորհրդարանի խոսնակն արձագանքում է Մեծ Բրիտանիայի կողմից ռուսական նավթի նկատմամբ մեղմացված պատժամիջոցներին։ Այն փաստը, որ ռուսական նավթը կրկին կմտնի Մեծ Բրիտանիա, նշանակում է միայն մեկ բան, որքան երեսպաշտ է բրիտանական կառավարությունը, որը պահանջել էր, որ Վրաստանը Ռուսաստանից նավթամթերք չներմուծի, ասել է Շալվա Պապուաշվիլին։ Ներքին գործերի նախարարությունում գնահատականներ են տրվում նոր հատուկ բաժին ստեղծելու որոշման վերաբերյալ։ Իշխող թիմը նախաձեռնությունը կարևոր է համարում եւ նշում, որ տարբեր խմբեր միտումնավոր օգտագործում են ատելության խոսքը հասարակությանը պառակտելու համար։ Ընդդիմությունը մեղադրում է վրացական երազանքին ատելությունը տարածելու մեջ։ Ներքին գործերի նախարարությունում ստեղծվում է նոր հատուկ բաժին, որը կհետևի ատելության խոսքին վիրավորական արշավներին։ Եվրոպական կառույցների ղեկավարները մինչև հիմա չեն արձագանքել Վրաստանի վարչապետի բացնամակին։ Կառավարության հակառակորդները բացնամակը անվանում են անլուրջ եւ տեսնում են այն խնդիրը, որ Վրաստանի վարչապետը պետք է շփվի ռազմավարական գործընկերների հետ բացնամակի միջոցով։ Վրացական երազանքի անդամները լիովին կիսում են Իրակլի Կոբախիձեի բացնամակում արտահայտած ուղերձները։ Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահները աստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական համակարգման ամրապնդման եւ բարիդրացիական եւ բարեկամական գործընկերության խորացման մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցի շրջանակներում։ BBC-ի փոխանցմամբ ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդները ստորագրել են 20 փաստաթուղթ, այդ թվում առևտրի եւ տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագիր։ Կապոտնեի նավթավերամշակման գործարանը դուրս է եկել շահագործումից մայիսի 17-ին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, հաղորդում է Reuters-ը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն անօդաչու թռչող սարքերի հարձակումը գործարանին աննշան վնաս է հասցրել, սակայն գործարանը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Իրանի իսլամական հեղափոխության պահպանակների կորպուսը զգուշացնում է Վաշինգտոնին, որ եթե Ամերիկան կրկին հարձակվի Իրանի վրա, այն կշարունակի պատերազմը տարածաշրջանից դուրս։ Նրանց խոսքով Իրանը պատրաստ է արձագանքել ամերիկա-սիոնիստական թշնամու սպառնալիքին այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը եւ Ջեյդ Վենսը հայտարարեցին, որ Իրանի դեմ ռազմական հարվածները կարող են վերսկսվել։ Մենք դեռ չենք օգտագործել իսլամական հեղափոխության բոլոր հնարավորությունները նրանց դեմ։ Հիմա եթե Իրանի դեմ ագրեսիան կրկնվի, խոստացված տարածաշրջանային պատերազմը այս անգամ կտարածվի տարածաշրջանից դուրս։ Ավարտվել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Չինաստան։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Շանսի նահանգ, որտեղ հանդիպում էր ունեցել նահանգային կոմիտեի քարտուղարի հետ։ Վրաստանը հատուկ նշանակություն է տալիս Չինաստանի հետ համագործակցությանը եւ ռազմավարական գործընկերությանը, հանդիպման ժամանակ ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը նշվում է լայնածավալ կրթական և մշակութային միջոցառումներով։ Հոբելյանական միջոցառումները քննարկվել են Վրաստանի կառավարության և պատրիարքարանի համատեղ հանձնաժողովի նիստում, որը տեղի է ունեցել կառավարության աշխատակազմում։ Մայիսի 26-ին սկսվող հոբելյանական միջոցառումները լայնածավալ բնույթ կկրեն հունիսի 1-ից և կներառեն ինչպես մշակութային, այնպես էլ կրթական ծրագիր, ինչպես նաև գիտական կոնֆերանսներ և ուսանողական արշավներ։ Թբիլիսիի քաղաքապետարանը մի քանի տարի է ինչ իրականացնում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ֆինանսավորման ծրագիրը։ Այսօր Թբիլիսիի քաղաքապետը խոսել է ծրագրի արդյունքների մասին և նշել, որ դրա արդյունավետությունը բավականին բարձր է։ Ծրագրի շրջանակներում թանկարժեք դեղամիջոցները ֆինանսավորվում են ամբողջությամբ 100%-ով բոլոր շահառուների համար։ Թբիլիսիի քաղաքապետարանը մեկ հիվանդի բուժման ամբողջական կուրսի համար կհատկացնի առնվազն 24750 և առավելագույնը 70110 լարի։ Ժնևում առողջապահության համաշխարհային անսամբլեայի 79-րդ նստաշրջանի մասնակիցները ծանոթացան Վրաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Առողջապահության նախարար այս թեմայի մասին խոսեց քննարկման ժամանակ իր ելույթին։ Միխել Սարժվելաձեի խոսքով բնակչության ավելի քան 95%-ը օգտվում է համընդհանուր առողջապահական ծրագրերից։ Նրա խոսքով վերջին տարիներին իրականացված դեղագործական բարեփոխումները, այդ թվում հղման գնագոյացումը զգալիորեն բարելավել են դեղերի հասանելիությունը։